Կանանց շրջանում ամենատարածված չարորակ հիվանդությունը կրծքագեղձի քաղցկեղն է, որը վաղ փուլում հայտնաբերելու դեպքում հնարավոր է լիարժեք բուժել։ Ուլտրաձայնային հետազոտությունը, մամոգրաֆիան, անհրաժեշտության դեպքում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան թույլ են տալիս տեսնել անգամ ամենափոքր փոփոխությունները։ Կրծքագեղձի սկրինինգային հետազոտությունները, ռենտգեն մամոգրաֆիան 40-ից 45 տարեկան կանանց շրջանում իրականացվում է 2 տարին մեկ անգամ, 45-ից 54-ում յուրաքանչյուր տարի, իսկ 54-ից բարձր դարձյալ 2 տարին մեկ։ Եթե կնոջ մոտ ակտիվ է ժառանգականությունը, ապա ցուցված է MRT հետազոտություն 25 տարեկանից սկսած 4 տարին մեկ անգամ, 40-ից հետո 2 տարին մեկ։ Ոչ սկրինինգային հետազոտությունների մեջ ներառվում են կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը, կրծքագեղձի ռենտգեն մամոգրաֆիան եւ կրծքագեղձի MRT հետազոտությունը։ Կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշումն իրականացվում է բիոպսիայի միջոցով, որը բաժանում են 3 խմբի։ Բարակ ասեղային ասպիրացիան հիմնականում կիրառվում է կիստաները դատարկելու եւ բուժելու համար։ Հիմնական ախտորոշիչ մեթոդը տրեպան բիոպսիան է, որն առավել հաճախ իրականացվում է ուլտրաձայնային հսկողությամբ, երբեմն MRT-ի եւ մամոգրաֆիայի հսկողությամբ։ Երրորդ տարբերակը ստերեոտակտիկ վակուումային բիոպսիան է, իրականացվում է հատուկ սարքերի միջոցով մամոգրաֆիա եւ MRT հսկողության ժամանակ։ Ստերեոտակտիկ վակուումային բիոպսիան կատարվում է ոչ հաճախ, հիմնականում իրականացվում է կալցիֆիկատների ախտորոշման նպատակով։ Կրծքագեղձի քաղցկեղն առավել հաճախ հայտնաբերվում է 50-ից բարձր տարիք ունեցող կանանց շրջանում, սակայն ախտորոշվում է նաև շատ ավելի երիտասարդ տարիքում։ Նայիրի բժշկական կենտրոնի ռադիոլոգիական բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով վաղ ախտորոշման համար։ Կենտրոնում այս հիվանդության դեմ պայքարն ընթանում է միջազգային ստանդարտներին համապատասխան եւ մի քանի մեթոդների համադրությամբ՝ վիրահատություն, քիմիոթերապիա, հորմոնաթերապիա, թիրախային եւ իմունոթերապիա, ինչպես նաեւ ճառագայթային բուժում։ Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է բազմամասնագիտական թիմի կողմից, իսկ բուժման ծրագիրը կազմվում է կոնկրետ տվյալ պացիենտի համար։ Թիմը մասնագետների, որոնք առանձին քննարկում են ամեն հիվանդին։ Ինչի՞։ Որովհետև թե մարդիկ մեկը մյուսին նման չեն, թե ուռուցքները մեկը մյուսին նման չեն, նույն կրծքագեղձի քաղցկեղով 2 պացիենտ կարող են տարբեր բուժում ստանալ, կապված այդ ուռուցքի մոլեկուլար տեսակից, կապված չափսերից, տարիքից եւ այլն։ Այսինքն մեր գաղափարախոսությունն է ինդիվիդուալիզացված բուժում, այսինքն բուժումը անցկացվում է կոնկրետ մարդուն։ Իսկ դա կարող է անի միայն մուլտիդիսցիպլինար թիմ, որտեղ կա եւ վիրաբույժ, եւ քիմիոթերապևտ, եւ ճառագայթային բժիշկ, եւ մամոգրաֆիստ, եւ կոմպյուտերային տոմոգրաֆիայի մասնագետ, եւ պաթոլոգ, հյուսվածաբան, որը որ այդ բոլորը անում է։ Երևի դրանով մենք տարբերվում ենք։ Շատ կարևոր է, որ պացիենտների համար հարմարավետ, կոմֆորտ եւ ապահով պայմաններ լինեն, որը նույնպես մեր մոտ ամեն ինչ ստեղծված է ամենաբարձր մակարդակի։ Այնպես որ նույնիսկ շատ պացիենտներ չեն զգում, որ հիվանդանոց են գալիս կամ չեն զգում, որ գալիս են օրինակ քիմիոթերապիա են ստանում։ Նայիրի բժշկական կենտրոնում բարձրակարգ մասնագետները բուժումն իրականացնում են միջազգային ուղեցույցներով, նույն արդյունավետությամբ, ինչ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում։ Անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները հասանելի են, արտասահման մեկնելու կարիք չկա։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ ուղեցույցները լինեն միջազգային, այսինքն մենք պետք է միջազգային ուղեցույցներից քաղենք ինֆորմացիան, թե որ պացիենտին ինչ դեղորայք է հարկավոր, ինչ չափաբաժնով, եւ այդ բոլորը մենք տիրապետում ենք եւ կարողանում ենք իրականացնել։ Եվ դա է ապահովում այն, որ բուժումը ոչինչով չի տարբերվում նույն բուժումից, որոնք արվում են ամենաառաջադեմ կենտրոններում արտասահմանյան։ Կենտրոնում նորագույն բժշկական տեխնոլոգիաները եւ թիմային մոտեցումը հնարավոր են դարձնում ոչ միայն առողջության վերականգնումը, այլև կյանքի որակի պահպանումը։ Փոքր ուռուցքների դեպքում վիրահատության ժամանակ կուրծքը պահպանվում է, իսկ եթե դա հնարավոր չէ, պլաստիկ վիրաբույժների օգնությամբ կուրծքը կրկին կարող է վերականգնվել։ Բայց վիրաբուժության վերջին ձեռքբերումները միայն էսթետիկ նշանակության չեն։ Դասական օնկովիրաբուժության մեջ կրծքագեղձի քաղցկեղը հեռացնելիս նախկինում հեռացվում էին նաև թևատակի ավշային հանգույցները, որոնք մի շարք խնդիրներ էին առաջացնում։ Առաջին հերթին շատերը թևի հայտուցից են բողոքում հետագա կյանքում, երկրորդը այդ ավշային հանգույցները, քանի որ գտնվում են խոշոր նյարդային ճյուղերի մոտ, նյարդերի վրա, հայտուցի հետ միասին շատ անգամ թևի ֆունկցիայի խանգարում է լինում, եւ մենք հիմա ունենք տենց ժամանակակից տեխնոլոգիա, որը կոչվում է ֆլուորեսցենս նավիգացված վիրաբուժություն, երբ որ մենք կրծքագեղձի մեջ հատուկ նյութ ենք ներարկում, հետո վիրահատության ժամանակ թևատակի վրա հատուկ սարք կա, որը պոլար
պոլարիզացված լազերի նման մի բան է։ Այդ սարքի միջոցով մենք տեսնում ենք հենց այն 1 կամ 2 հավշային հանգույցը, որոնք ենթակա են հեռացման։ Այս մեթոդը զգալիորեն նվազեցնում է բարդությունները։ Պացիենտը նույն օրը վիրահատությունից հետո գնում է տուն։ Նայրի բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի բուժումն իրականացվում է լիարժեք ցիկլով, ախտորոշումից մինչև բուժման ավարտ ու հետագա հսկողություն։ Մենք այն սակավաթիվ կլինիկաներից ենք, որտեղ քաղցկեղների բուժումը փակ այսպես ցիկլ է։ Այսինքն սկսած ախտորոշումից վերջացած բուժումը ավարտելուց եւ հսկողությունը դա կատարվում է պրոֆեսիոնալ թիմի կողմից եւ բնական է դրա արդյունավետությունը շատ ավելի բարձր է, քանի որ ինֆորմացիայի կորուստ չի լինում, տարակարծություններ չեն լինում, նույն հարցին տարբեր մոտեցումներ չեն լինում եւ այլն։ Ճշգրիտ ախտորոշումը, ճիշտ ընտրված բուժումն ու թիմային աշխատանքը կարող են փրկել կյանքեր։ Մասնագետները շեշտում են կանխարգելի ստուգումները լավագույն պաշտպանությունն են կրծքագեղձի քաղցկեղի դեմ։